Երևանից մինչև հեռավոր ու սահմանամերձ մարզեր Գագիկ Ծառուկյանը շարունակում է նախընտրական հանդիպումները։ Հերթական ուղղությունը երկրի հարավային դարպասն է։ Սյունիքի մարզում առաջին կանգառը Սիսյանն է։ ԲՀԿ ղեկավարին որպես պատվավոր հյուրի քաղաքի պատմական դարպասների մոտ են դիմավորում։ Ծառուկյան, քանի որ Սյունիքում հարգարժան հյուրին ավանդույթ հենց դարպասների մոտ դիմավորում, այստեղ դիմավորեցինք, հիմա գնանք Շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ։ Այնուհետև այցելությունն է Սիսյանի քաղաքային պանթեոն, Ծաղկեպսակ Արցախյան ազատամարտի հուշակոթողի մոտ ծաղիկներ 44-օրյա պատերազմի մասնակիցների շիրիմներին։ Գագիկ Ծառուկյանը հարգանքի ու խոնարհումի տուրք է մատուցում հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած սիսյանցի հայրենիքների հիշատակին։ Իսկ քաղաքում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին սիսյանցիներն են սպասում։ Գագիկ Ծառուկյանը նախ խոսում է տարբեր ոլորտներում առկա խնդիրներից, ներկայացնում դրանց լուծման իրենց տեսլականը։ Խորքային փոփոխություններ են նախատեսում առողջապահական համակարգում, ԲՀԿ ղեկավարը մարդկանցից բազմաթիվ բողոքներ ու դժգոհություններ է լսել պետպատվերի վերաբերյալ։ Առողջապահության համար նախատեսված է բյուջեում 700 միլիոն դոլար, բայց սա վճարովի է, գնում ես, եթե փող չունես չեն ընդունում, պետպատվերն էլ կամ կգաս մի ամսից, կամ այդ հիվանդությունը պետպատվերի մեջ չկա։ Ջորջան 700 միլիոնը եթե տեղին ճիշտ օգտագործեն, առողջապահություն լինի անվճար, տարեկան կարան 100 միլիոնի սարքավորում առնեն, 100 միլիոնի դեղորյակ առնեն, աշխատողներին էլ ոչ է 80, 100-120 հազար դրամ տան բուժքույրերին, այլ 500 դոլար իրենք ստանան, դեռ մի 200 միլիոն էլ կմնա, պետք է գումարը ճիշտ նպատակային ծախսվի։ Առաջարկ Հայաստանին ծրագրի առանցքում նաև սոցիալական խնդիրներն են, ցածր կենսաթոշակն ու նպաստը չեն բավարարում անգամ նվազագույն կարիքները հոգալու համար, մինչդեռ ճիշտ կառավարման շնորհիվ հնարավոր է մարդկանց կենսամակարդակը բարձրացնել։ Որ ասում են 10,000 թոշակը ավելացել ենք։ Ջորջան, այսքան թոշակ առուկ է։ Այդ ավելացած թոշակը ձեզ բավարարում է, որ դու կարողանաք գազ 10,000-ը ինչ ենք վերցնում, որ 10,000-ը տալիս, երկու բան ես վերցնում 10,000-ը չկա։ 10,000-ով կարաք մի հատ էլ դա Կիպրոս գաք, հանգստանակ գաք։ Միջին զամբյուղը 78,000 դրամ է, բայց ստանում են 35,000, 49,000։ Առաջնային է պետք է ներքին զամբյուղը ապահովեն այդ մեծ խոսացողները։ Նոր դրանից հետո տարեկան թող 5,000, 10,000 դրամ ավելացնեն։ 10,000 դրամ ավելացրել է թոշակը։ Բա թանկացում է ինչի ավելացրել։ Մի կողմից տալիս է, մի կողմից վերցնում է։ Այդ բոլորը գույրիկ ջան գիտեմ։ Տվեք, պահանջեք, չեք տալի ձեր ցավը տանեմ։ Ես ինչ կարամ անեմ։ Բոլոր համայնքների նման Սիսյանում էլ աշխատատեղ չկա, մինչդեռ Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի մարզը ամենահզոր տնտեսական պոտենցիալն ունի։ Այստեղ է կենտրոնացված երկրի բնական պաշարների առյուծի բաժինը։ Պարոն Ծառուկյան ջան, ես մի բան խնդրանք ունեմ։ Այս Սիսյանի ժողովրդի համար մի աշխատատեղ։ 10% պաշար աշխարհում Սյունիք ունի, որ այսօր ճիշտ չեն օգտագործում։ Տարեկան 40 միլիոն հանքանյութ են անում, 40 միլիոն տոննա։ Ու դա արտանելով դուրս վերամշակում են։ Պետք է մշակումը դնեն Հայաստանում։ Տարբեր մետաղներ կան մեջը, արծաթել, ոսկե, ինչ ասես կան։ Մշակումը, որ արտանում են դուրս, գործանը ստանում է 400 միլիոն դոլար, բայց այդ 170,000 տոննա ապրանքը, մոլեբդենու պղինձը, ընդհանուր կազմա 4 միլիարդ, այսինքն 3 միլիարդ ու կեսը կմնա մեր երկրում։ Դա որ մշակվի քանի հազար մարդ կաշխատի, կարելի է գործարաններ բացել, պարարտանյութի, ազոտային, ֆոսֆորային, ամբողջ հարստությունը մշակեն, զարգացնեն, հնարավորություն տա մարդիկ լավ ապրեն, բնության տվածը ճիշտ նպատակային օգտագործեն, օգուտ երկրի, օգուտ ժողովրդի։ Խաղաղության պատրանք, հետընթաց ապրող տնտեսություն, դատարկվող գյուղեր, վարկային ծանր բեռ, ներքին թշնամանք ու ատելություն, ցավոտ հարցերը շատ են։ Իշխանությունը փոխանակ մարդկանց խնդիրները լուծի զբաղված է կեղծ խոստումներ հրամցնելով, քաղաքական մրցակիցների ուղղությամբ ցեղ շպրտելով, շանտաժով։ Իրենց ծրագիրը ես ձեզ բարձ ասեմ, քանդում է պետություն։ Առաջ ասում էին Արցախը Հայաստանա վերջ, ասում են մենք եկել ենք Արցախը հանձնելու, մենք բացառված այդպիսի բան անենք։ Ինչ ստորագրեմ, իմ ժողովուրդը տեղյակ պետք է լինի։ Ճիշտ եմ ասում, թե ոչ։
Իսկ հիմա ասում է Արցախ Ադրբեջանա ու վերջ, Արցախ մենք չենք ունեցել։ Սենց շարունակվեց Ժողովուրդ ջան։ Ոնց որ Ալիև ասեց Երևան չեղե, Երևան ա եղել, նույնն էլ 3 ամիս հետո ասել են Ժողովուրդ ջան, Երևան չեղե, Երևան ա եղել։ Ժողովուրդը պետությունը փորձադաշ չի։ Դրա համար այսօրին հասանք մենք Ժողովուրդ ջան, այսքան կորցրեցինք, հողերել կորցրեցինք, զոհել տվեցինք, տարածքներ կորցրեցինք եւ այդտեղ շարունակվելու է ժողովուրդ։ Հավատացեք, հասկացեք։ Տվեք որոշում ներկայացնելու հնարավորություն եւ ճահիճից դուրս կգանք, վստահեցնում է Գագիկ Ծառուկյանը։ Ունեն եւ լավ թիմ ու ծրագիր եւ կապերու հնարավորություններ։ Կարևորը որ մարդիկ չվախենան սպառնալիքներից, անպայման մասնակցեն ընտրությանը։ Մենակ մասնակցեք։ Մի ասեք ոչ մեկին ու մեկ ընտրելու որ վախում եք։ Իրոք սենց վախ երբեք չի եղել։ Կանչելով հիմա կան, նկարում են ով է կավ կողքից, կանչ է, խեր գնացել, լավ է յարեք գնացել է ես, ոչ մեկին է չեմ ընտրելու։ Գնա անդե կամ կարծեն ասած ձեզ եմ ընտրելու։ Նոր գնդության գնացեք, ձեր հոգու խճարաճում կցանկանաք ձեր զայնել տվեք։ Հեռավոր Սյունիքի մարզը մշտապես եղել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի խոշորացույցի ներքո։ Այստեղ իրականացված ծրագրերը բազմաթիվ են։ Մարդիկ իրենց աչքով են տեսել ահռելի աշխատանքի արդյունքը։ Հպարտանում ենք ձեզանով, ոչ թե մենակ դուք Սյունիքին եք օգնում, ամբողջ Հայաստանի Հանրապետության դպրոցներ եք կառուցել, կոմբայններ եք տվել, տրակտորներ եք տվել։ Չի նշանակում այսօր մի մետր ասֆալտ են արել, մի դպրոց են կառուցել, այսօր ժողովուրդը լավ ապրում է։ Դուք ժողովրդի մի մասնիկն եք, պարոն Ծառուկյան, անում եք հայ ազգի համար։ Եվ կխնդրեմ իհարկե շարունակեք ձեր բարեգործությունը։ Բարեգործությամբ նորից եմ ասում, ժողովուրդ չես պայի, երկիր չես պայի։ Ծառուկյանը 10 գյուղի արեց։ Սա խնդրի լուծում չի եղբայր։ Պետք է ծրագրեր, պետք է քայլեր, իմացեք հնարություն լինի, որ արդեն որոշողը մենք լինենք։ Ամեն ինչ օրական զգալու եք այդ փոփոխությունը, որ ձեր մասին մտածող կա, քայլ կատարող կա։ Մինչև Սիսիանում Գագիկ Ծառուկյանը կլսի ժողովրդի դարդն ու ցավը, Երևանում փողոցային բառապաշարով վիճաբանություն է։ Նիկոլ Փաշինյանը կրկին ընդդիմության առաջնորդներին է վիրավորում, սպառնում։ Ինքը վիրավորում է, որտեվ ասելու բան չունի, ծրագիր չունի, 8 տարի ժողովրդին խաբել է։ Ինձ էլ է խաբել։ Մինչև այսօր տարբեր տեղեր ԿՊԱ-ական էլ մոտենում կինա տղամարդը, շատ ճիշտ տեղին ասել եմ ԿՊԱ-ական ջան, քույրիկ ջան, ճիշտ բացատրել եմ եւ նրանք շատ գոհշնորհակալ ներողություն խնդրելով գնացել են։ Եթե քննադատի տեղի ես կընդունեմ։ Դա ամոթ չի, բայց ոչ թե գորգորամ կամ կներվայնանամ։ Հիմնական խնդիրը մեզ ներ ա ուզում քաշի այդ ուղղությունը փոխելու համար։ Մեր դաշնակիցների, մեր թշնամիների հետ այդ ձևը բանակցե, որ այսօրին ենք, զոհերը տվել ենք, տարածքները կորցրել ենք եւ այսօր կորցնելով գնում ենք։ Երեք էլ հայտարարեց, որ 3 շրջան հələ պետք է հանձնի։ Հիմա պետք է այնպես անենք մեր ժողովրդի հետ միասին, որ ինքը հունիսի 7-ից հետո գնա հանգստի, թե չէ այս վիճակը շարունակելը նույնը ճակատագիր է Հայաստանն արժանանալու ինչ որ Արցախը արժանացավ։ Հանդիպան ավարտին Գագիկ Ծառուկյանի համար անակնկալ ունի Գինեսի 7-ակի ռեկորդակիր Աշոտ Եղյանը։ Դուք տարիներ առաջ շատ մեծ ներդրում եք արել, մեծ սպորտզալ եք սարքել, մեր համար ձեր սարքած սպորտզալում 7 հատ ռեկորդ եմ հասցրել սահմանեմ աշխարհից։ Ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել ձեզանից, Սիսիանի ժողովրդի կողմից, որ մեր ազգի կողքն եք, մեծ ներդրումներ եք անում, այդքան շատ եք սիրում մեր ազգին, եւ այսօր նույնպես պատրաստել եմ 3 աշխարհի ռեկորդ ձեր պատվի համար, ձեր համար։ Մեր համար, մեր ազգի համար, հայ ժողովրդի համար։ Մեր բոլորիս համար, միանշանակ։ Ինչ որ կարաս անես, ինչի ընդունակ ես, աշխարհին ցույց տալու, ազգին հաղթանակ պարգևելու իմացի Ծառուկյանը պատրաստ է։ Բարք ու պատիվ քեզ քո ծնողների, որ ձեր ուժեղ տան։ Գագիկ Ծառուկյան, առաջ են գնում, սիրտը վստահ։ Սիսիանցիները ԲՀԿ առաջնորդին հրաժեշտ են տալիս հաղթանակի սպասումով։ Հաջորդ կանգառը Գորիսն է, Գագիկ Ծառուկյանին դիմավորելու համար այստեղ հատուկ են պատրաստվել։
ԲՀԿ ղեկավարը շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար, չնայած սպառնալիքներին մարդիկ չեն վախեցել, եկել են հանդիպմանը։ Մարդիկ ասեն, վախում են կան գործի չանեն, ձեր ցավը տանեն։ Հետո էլ ասում են, ազատությունը, ժողովուրդը որոշելու, դեմոկրատիա, սա ձերն էլ են կտրում, որ հանգարտ չխոսենք, մարդուն կանչել են խանութի վրա գրեն, հիմնարկից հանեն, էս է իրանց արածը, իրանց խոստումները ոչ մեկ չեն արել, այսօր էլ ոչ ծրագիր ունեն, էլ ոչ ասելու բան են։ Իշխանության 8 տարվա անգործությունը մարդկանց համար նորանոր խնդիրներ է ստեղծել, ոչ բարեկեցիկ կյանք կա, ոչ անվտանգ երկիր։ Եթե փոփոխություններ չլինեն, ամեն ինչ ավելի վատ է լինելու, զգուշացնում է Գագիկ Ծառուկյանը։ Ասում են ժողովուրդը, դուք մարդիրա չեն, մարդիկ վերք են, ասենց ոչ մի չարեց, դուք դուք ավելանալով, դուք ավելանալով, հույն կար ավելանալով, հարգին ավելանալով, ինչ ասելով, սուտ են ասել, ինչ ասել, ոչ մի բան չեն իրականացնելու։ Միայն պարկել, տուրկել, որը և կորցրել են, և խայտարակվել են, և խեղճացել են։ Էս է հիմնականում բանը։ Ես ասում եմ, մենք ունենք ծրագիր, Յորդ քննարկել ունենք լավ թիմ, այսքան ժամանակ ինչ ասել են, չել է որ մի բան ասել, ես չկանոնամ կատարել, վերցել են սպորտի ոլորտը, այս արդեն գլուշի տարեցին, որ չլսվի։ Կարևորը մարդու գնահատում են իրեն կատարած գործով։ Վերցել եմ սպորտը, որ ոչ մի մեդալ չի եղել, կարճ ժամանակում կազմակերպել եմ, բերել եմ, կազմադպրոց եմ սարքել, գույք եմ տվել, թոշակներ եմ տվել, կարողացել եմ տարեկան 800-ից 1000 մեդալ, Եվրոպա, աշխարհ եւ օլիմպիական խաղերն իմ ազգին պատիվը բարձր պահել, դրոշը բարձրացնել, հիմը հնչեցնել։ Կեղծ խոստումների փոխարեն իրական քայլեր, արդյունք ԲՀԿ ղեկավարը վիրավորանքին հակադարձում է փաստերով, կատարած գործով։ Իր շնորհիվ Բաքվում ծածանվել է հայոց հաղթական եռագույնը, Փաշինյանի պատճառով մեր դրոշը խոնարհվել է, ծածկել պատերազմում զոհված տղաների մարմինները։ 2015 թվականին Բաքվում կայանում էր Եվրոպայի օլիմպիական խաղեր առաջին Ծառուկյանն է կազմակերպել, հայկական դրոշը Բաքվի կենտրոնում բարձրացել է եւ մեր Միրան Հարությունյանը իրա ցավը տանեմ, Ժերևով կան այնպես են արել, որ Միրան Հարությունյան ընկավ աշխարհի չեմպիոն Ալիևի հետ։ Մեր մարզիկը կարողացավ իրան հաղթել, որ այդ ստադիոնում դալիճում ճաշ չէր դզում, կարողացավ ազգի պատիվը բարձր պահել եւ Բաքվում դրոշը բարձրացնել։ Իսկ պարոն Փաշինյանի օրոք միայն ու միայն դրոշները վառելով, տրորելով կամ մեր հերոս տղաների դիակները դրոշների մեջ փաթաթած են բերում։ Այսօր մեր սպառնալիքը Հայաստանի հիմնական Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն են։ Թող այդքան բան ինքը լավ լսի, անտեղի չներվայնանա։ Այդքան բան։ Գորիսում եւս Գագիկ Ծառուկյանի հետ հարցուպատասխանն անկեղծ է, ԲՀԿ ղեկավարը պատրաստակամ է պատասխանելու անգամ ամենասուր հարցերին, լսելու ցանկացած առողջ քննադատություն։ Ես պատրաստ եմ ձեր ցանկացած հարցին, թեկուզ ԿՊ-ական էլ կա, պարզա լսում են, նկարում են, շատ հարգանքով կվերաբերվեմ։ Քննադատությունը տեղին լինի, կընդունեմ, տեղին չլինի, ճիշտ կպատասխանեմ, ոչ թե կներվայնանամ, կվիրավորեմ, որտեվ ես ասելու բան ունեմ, արած բան ունեմ, ձեր ցամը տանեմ, կան հարցեր։ Պարոն Ծառուկյան, ինչպես եք պատկերացնում Հայաստանի ապագան։ Այսօր մեզ պետք է երաշխավորած խաղաղություն, որ մենք կարողանանք հանգիստ պատերազմի դռները փակենք, տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը բարեկեցիկ ապրի։ Մեր հիմնական կարգախոսը երաշխավորած խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Այդքան մոտիկացել են մեզի։ Այսօր ադրբեջանցին Երևանում անձնագիր աստանում եւ եկել են Արագածից, Մյուսից, Մարսից իրենց հողատարածք են նայում, իրենց տներն են մանգալի։ Սյունիքը խոր կապեր ունի Ռուսաստանի հետ, մարզն այսօր հայ-ռուսական անվտանգային ու տնտեսական շահերի հատման ամենազգայուն կենտրոնն է։ Այս գիտակցումով է, որ տեղի բնակիչներից մեկը Գագիկ Ծառուկյանին մեծ խնդրանք ունի։ Ես ողջունում եմ ձեր ներկայությունը, որովհետև ազգին առաջ է տանում էլիտան։ Էլիտայի մեջ դա ազգի հարուստներն են ու մտավորականությունը։ Հիմա ստացվել այնպես, որ մեր ազգի մեծահարուստներից երկուսը դատապարտված են, 3-ի վրա քրեական գործ կա, եւ եթե այսպես գնանք, մենք կդառնանք գնչուկ։ Ես 2-3 խնդրանք ունեմ։ Ասեք։ Առաջինը, երբեք չհրաժարվել մեր դաշնակցից, երկրորդը բարեկամական կապ պետք է պահենք
մեր նախկին բարեկամ, այսօրվա բարեկամ Իրանի հետ եւ մենք կլինենք հզոր։ Այսօր ամենակարևորը մեր դաշնակիցների հետ մենք պետք է նրանք էլ բաց թողում ունեն, ես չեմ ասում 100%։ Եթե ավելի լավ առաջարկ կլինի իմ երկրի, իմ ժողովրդի, անվտանգությունը պահելու, տնտեսությունը զարգացնելու ուրիշ։ Ամբողջ Հայաստանի բերք ու բարիքը ուղարկվում է Ռուսաստան, գինին, կոնյակը, չիրը, միրգը։ Եթե այսօր ասում են Եվրոպա, Եվրոպան կարա ապավի, Վրաստանը գնացել էր Եվրոպա 6 տարի։ Մի շիշ գինի կարողացել է Եվրոպայում ծախի։ Հələ այդքան ճանապարհներ ուներ, ծով ուներ, ամբողջ Եվրոպայից տեղ էին։ Բացի սուտ խոսալուց, ինչ ասեցին։ Գումար պետք է տան, երբ են տվել, երբ են տալու։ Ինչ են արել։ Մենք պետք է մեր տնտեսությունը չքանդենք։ ԲՀԿ ղեկավարը օրակարգային առաջնահերթություն է համարում նաև բարեկամ Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումը։ Պարսկաստանը մեր հազարամյակների բարեկամ երկիրն է, մեր եղբայրն է։ Ոչ թե միայն խոսքով եմ ասում, այս ամբողջ պատերազմի ժամանակահատվածում մի օր չեղե իրենց ճանապարհով իրենց մեզ նեղություն տան։ Թեհրանում կա Արարատակում, որը մեր հայրին հատկացել են 20 հեկտար քաղաքի կենտրոնում, հայը իր ավանդույթը, իր եկեղեցին, իր միջոցառումները կազմակերպին տեղ անվճար 100 տարով տրամադրել էին, 100 տարին լրացավ, նորից տրամադրեցին մեր ժողովրդին, որ կապը պետք է ամուր լինի։ Ռուսաստանի հետ նույնպես մենք պետք է կարողանանք մեր հարաբերությունները ամուր պահենք, որն է մեզ ավելի ձեռնատու, ով ավելի արդյունավետ, ով է կարող մեզ թևուտիկունք լինի, մեր մեջ կպինդ պահի։ Գորիսեցիներին մտահոգում է Բաքվի բանտերում պատանդարված մեր հայրենակիցների ճակատագիրը։ Պարոնտարության դեր ուսակցությունը հաղթելու դեպքում։ Կարողանանք հայ գերիներին հետ վերադարձնել։ Ոնց կարանք չվերադարձենք, այ ցավը տա զբաղվող է պետք, ոչ թե այսօր ասում են խաղաղություն է, գերիները ընտեղ են։ Չի լինում այդպիսի խաղաղություն։ Այդ ոնց իրանք սաղին տարան, մարդասպաններին էլ Ադրբեջանը տարավ։ Բայց ոնց եղավ տարան, իսկ մերոնք հլնդեղ են, խի։ Ոնց է դա խաղաղություն, ոնց է աղբերություն, կարած բացատրել։ Ամեն ինչ անեց ենք անել, որ իմ ազգը խեղճությունից դուրս գա, հպարտ քայլի, գլուխը բարձր։ Դա պատվի խնդիր, ազգի խնդիր է։ Արցախից տեղահանված այս կինը հայրենիքի կորստի հետ չի համակերպվում, հաշմանդամություն ունեցող որդու հետ զրոյից տուն ստեղծելը ջանքերից վեր է, չգիտի ուր գնա, ում դուրը թակի։ Մեզ հաշվի չեն արում, մեզ գնահատող չկա։ Ես ինչ անեմ, ում դիմեմ, ոնց անեմ։ Բարեկան միշտ Հայաստանը Արցախի բյուջեին գումար է տվել։ Միայն այդ գումարի մի տարվա գումարով կարող է 25,000 տուն կառուցել, ոչ թե մարդկանց այս վիճակում թողել պատերի տակ պատվալներում։ Այդ գումարը մի տարի նպատակային օգտագործեին, բոլորն էլ տուն կունեն։ Բոլոր խնդիրներն էլ ունեն լուծում, ասում է Գագիկ Ծառուկյանը, հորդորում հույսը չկորցնել, եթե առաջիկա ընտրությանը հաղթեն, մարդկանց կյանքում շրջադարձային փոփոխություններ կլինեն։ Ոչ փոխի կարիք ունեն, ոչ ճանաչման, ոչ էլ անձնական հարցերը։ Հետևողական լինել ենք, հետևել ենք, կազմակերպել ենք, դուք էլ օրորին տեսնել եք, ասել եք հալել այս մարդին, ասեց արեց։ Գտակ, ձեր ցավը տանեն շնորհակալ եմ։ Չեք տա, էլի շնորհակալ եմ, էլի ձեր Ծառուկյանն եմ։ Դուք եք ապրելու ձեր երեխեքը, դուք պետք է որոշեք ձեր ապագայի հարցը։ Ելույթի ընթացքում հոսանքը երկրորդ անգամ անջատվեց։ Մինչև հունիսի 7-ը, 7-ից հետո։ Мы, крымчане, крымско-армяне, армянское общество, поддерживаем вас. Мы вас всегда рады, ждем после победы. Всегда, обязательно. Большое спасибо. Большое спасибо. Հանդիպման ավարտին բարեմաղթանքներն ու օրը հավերժացնող լուսանկարներն են։ Շնորհակալ եմ, ստեցում ես։